Դիմացինի խոսքն ընդհատելը դասական մանիպուլյացիա է, որի նպատակն է ցույց տալ սեփական կարևորությունը, որպեսզի դիմացինն իմանա, որ նա խոսքի իրավունք չունի։ Իսկ եթե հիշում եք, խոսքի իրավունք չունեին ծառաներն ու ստրուկները։ Խոսքի իրավունք տրվում է նաև այն դեպքում, երբ լսողներ կան լսարանում, դահլիճում կամ սրահում։ Իսկ ընդհատելով դիմացինը նաև ուզում է ցույց տալ, որ չի պատրաստվում լսել քեզ։ Խոսքն ընդհատելը ըստ էտիկետի անշնորհքություն է եւ անթույլատրելի արարք։ Հետևաբար, երբ ձեզ կընդհատեն, անպայման գծեք ձեր սահմանները։ Մի պահ թողեք զրույցի հիմնական թեման, որի համար ընդհատում էին, եւ անպայման անդրադարձեք, արձագանքեք ընդհատմանը, խնդրելով, որ այլևս չընդհատեն։ Իսկ հետո հակամանիպուլացրեք ընդհատողին։ Գիտեք ինչպես։ Ասեք, որ ձեր մտքի թելը կտրվեց եւ սկսեք ձեր վերջին նախադասությունից կամ դրանից առաջ մի քանի նախադասություն եւս հետ գնացեք, որը մանիպուլատիվ կերպով զրուցակցին կստիպի այլևս չընդհատել, որովհետեւ նա տեսնում է, որ ընդհատելուց հետո ամեն անգամ ստիպված է լինելու ամբողջը սկզբից լսել։